Վերջին տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմից հետո մենք մտել ենք չընդհատվող պարտությունների ու կորուստների փուլ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ոչնչացնելու մեր պատմության կարևոր ու հաղթական էջերը՝ տոները, փոխարենը ավելացնում են հանձնման, դավաճանության և կապիտուլյացիայի դրվագները։ Եվ հենց այս օրերին, երբ ականատես ենք լինում հայրենիքի փոքրացման չընդհատվող պրոցեսին, ավելի քան երբևէ կարևոր է մշտապես հիշատակել մեր ունեցած հաղթանակները և չմոռանալ, որ մենք մեր հավատքի ու կամքի շնորհիվ կարողացել ենք դիմակայել ամենածանր ժամանակներում։ Հայոց պատմության փայլուն էջերից է Ավարայրի ճակատամարտը։ 451 թվականին 1573 տարի առաջ այս օրը մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը Արտազ գավառում Տխմուտ գետի ափին Ավարայր կոչվող դաշտում։ Այն սկսվել է մայիսի 26-ի լուսաբացին, շարունակվել է մինչև երեկո և ավարտվել հայկական զորքի նահանջով դեպի լեռներ։ Սակայն ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրացել են անառիկ բերդերում և շարունակել պայքարը։ Մեծնզորավար Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Արարատում և շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը, որովհետև պարսկական կողմի հարձակումը միայն մեր ռազմաքաղաքականության դեմ չէր, այլ նաև մեր կրոնի ու հավատի։ Ավարայրի ճակատամարտում հայերի զոհերի թիվը հասավ 1036 հոգու։ Մարտի դաշտում ընկան նախարարներ, հերոսաբար զոհվեց նաև Վարդան Մամիկոնյանը։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ զոհվեց։ Նշենք, որ Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց, և հայերն ամրացան անառիկ վայրերում ու սկսեցին հարձակումներով արյունակամ անել թշնամուն։ Այնպես որ սա իսկապես մեր պատմության մայիսյան կարևոր էջերից է։ Տեր Շահե Քահանա Հայրապետյանը Հայքնյուզի հետ զրույցում անդրադառնալով հերոսամարտին նշում է, որ ազգովի կարողացանք կանգնել թշնամու դեմ, որը մեր դեմ մղում էր հավատքի պատերազմ։ Մայիսին մենք ունեցել ենք հաղթանակներ և եզակի մի ժողովուրդ, որը առաջին քրիստոնեական պետությունը հռչակեց և հանկարծ դժվարության պահին ազգովի կանգնեց հանուն այդ ձեռքբերումի, հոգևոր ձեռքբերումի պատերազմելու ֆիզիկական առումով ընդդեմ թշնամու, որը գալիս էր հենց հավատքի պատերազմի, այսինքն քրիստոնեության փոխարեն բերելով որմիզդական կրակը։ Եվ գիտեք, առաջին հենց խախտողը այդ կանոնի դա Ղևոնդ Երեցն էր, այսինքն քահանան Ղևոնդ անունով, որը ուղղակի ավերեց այդ կրակը, որը բերվում էր իբրև թե սրբազան կրակը, որպես պաշտամունք հայ ժողովրդի համար։ Եվ իհարկե սպարապետը ժողովրդով կանգնեցին ընդդեմ հզոր Պարսկաստանի և մեր հաղթանակը մենք տոնեցինք մեր քրիստոնեության հաստատման մինչև այսօր։ Ավարայրի ճակատամարտում իսկապես հաղթել ենք, հարցին ի պատասխան Տեր Շահեն պատասխանում է. մենք հաղթանակել ենք։ Եթե նայենք ընդամենը շատ քիչ տարիներ հետո, այսինքն 30 տարի չանցավ, եւ նվարսակում պայմանագիր հաստատվեց եւ պարսիկները ետ վերցրեցին իրենց բոլոր պայմանները, դա դավանափոխությունն էր, դա ստրկացումն էր եւ այլն, այսինքն վստահորեն մենք հաղթանակել ենք։ Տեր Շահեն ընդգծում է. կարևոր է, որ մենք ինքներս մեզ չոտարացնենք մեր մշակութային հոգևոր կյանքից։ Ընդհանրապես քրիստոնեությունը դա խնդության, ուրախության, հաղթանակ մահվան նկատմամբ, հաղթանակ չարիքի նկատմամբ, հաղթանակ սատանայի նկատմամբ եւ այդ խնդությունը, այդ ցնծությունը մեզանից ոչ մեկ չի կարող խլել, որտեղ այն մեր արյան մեջ է, այն մեր մաշկի տակ է, այն մեր սրտում է բնակվում եւ ուղղակի պետք է չոտարացնենք մեզ մեր մշակութային հոգևոր կյանքից, որպեսզի այդ խնդությունը երբեք չհեռանա մեզանից։